Բարև ձեզ, եթերում հրապարակային շաբաթն է։ Մենք նորից այս շաբաթ կներկայացնենք Խաչիկ Գալստյանի հետ քաղաքագետ, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել Հայաստանում եւ որոնք են դրանցից առավել ուշագրավ ձեզ ներկայացնելու համար։ Ես մի քանի թեմաներ եմ իհարկե առանձնացրել, բայց գուցե արժի, որ մենք խոսակցությունը սկսենք Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի թեմայից, հա, կարծես թե մոտ 1 տարի երկրորդ նախագահը ասուլիս չէր տվել, դրանով իսկ արդեն ինքը ուշագրավ իրադարձություն էր երկրի համար եւ այդ ասուլիսում հնչեցին տարբեր մտքեր, տարբեր հարցերի պատասխանեց, որոնք նաեւ նկատվեցին իշխանությունների կողմից, հաջորդ օրեր մենք տեսանք, որ մի լայն արշավ է սկսել քաղբայմանագիրը Ռոբերտ Քոչարյանի դեմ տարբեր իհարկե մի քանի հատվածից էր բաղկացած ասուլիսը, հիմնական մասը արտաքին քաղաքականությունն էր, նույնիսկ քարտեզի վրա ցույց տվեց Քոչարյանը, թե որտեղով է ուղին գնալու, ինչպես է լինելու, ինչ կարելի է շահել եւ զարմանալի էր իմ համար գոնե, որ ոչ թե կտրուկ դեմ էր այդ միջանցք կոչվածին, այլ ընդհանրապես խոսում էր այն մասին, որ կարող էինք մենք դրանից օգուտ, այո, ստանալ, կարող էր երկար լիներ, կարող էր շարունակություն ունենալ Հայաստանի համար եւ մեզ էլ կարող էր ծառայել այդ ճանապարհը, բայց այս տեսքով այդ ճանապարհը մեզ ոչինչ չի տալու։ Քեզ համար դա անակնկալ է։ Առաջ ասեմ ձեզ, որ երկրորդ նախագահ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ եթե չեմ սխալվում 2000-2001 թվականների ժամանակահատվածում Քյուրեսյան համաձայնությունների մեջ կար նման ձևակերպում, էլի անորոշությունների պակաս չկար այդ ձևակերպման մեջ, բայց գոնե ի տարբերություն այսօրվա իրավիճակի, գոնե Քյուրեսում հստակ ֆիքսած էր, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզը Լաչինի հետ միասին միանում է Հայաստանին, միանում, այդ բանը ֆիքսած էր, այնտեղ մեղրով էլի անխոչնդոտ կամ այդ հաղորդակցության տրման գաղափարը կար նույնպես, այնպես որ ես կարծում եմ, որ նախագահ Քոչարյանը ամեն դեպքում առնվազն 20-ից ավելի տարիների փորձառություն ունի այդ կոմունիկացիաների շուրջ, իր հետ է բանակցվել եւ գուցե իր բանակցային փորձից է ասում, որ կարելի է այս դետալ այսպես անել, այն դետալը այնպես անել, բայց ես այլ բանի վրա ուշադրություն հրավիրեմ, որ տեսեք մեծ հաշվով, երբ որ սկսում եք դիսկուրսը Նիկոլի հետ թե ես ավելի լավ կբանակցեմ, դու ավելի վատ ես բանակցում եւ այլն, ըստ էության մենք սկզբունքն ենք փոխ, այսինքն ինչ դուք եք անխոչնդոտ կապի ձևակերպումը ձեզ համար ընդունել էր լինելու, ուղղակի լայնքի, լայնության, գումարի, չափի ավելի լավ պայմաններ եք մեզ համար բերել, ինձ համար կա մի կարևորագույն կետ Վաշինգտոնյան համաձայնություններում։ Իդեպ ձեր ուշադրությունը եւ մեր հեռուստադիտողների ուշադրությունը հրավիրեմ, որ Նիկոլ Փաշինյանը հենց այս շաբաթվա մեջ էր, այս ընթացքում էր, որ մի հատ էլ ազգային ժողովի հայտարարության տեքստով այն ամենավիճարահույց հարցերը բերեց ուղիղ տեքստով մտցրեց ազգային ժողովի հայտարարության տեքստ, կարգավիճակը փաստաթղթի բարձրացրեց, ազգային ժողովի անունից հայտարարության նախագծի տեսքով շրջանառեց, նույնիսկ խնդրելով Ալիևին, որ նույնիսկ այս տեսքով ընդունելի է ինձ համար ամեն ինչ, արի քարը փեշերիցդ թող մի քայլ արա, ես նախընտրական թողուբոյի մեջ եմ արդեն, իմ մրցակիցները 4 կողմից ինձ հոշոտում են, արի մի հատ էլ ինձ աջակցիր, ես այստեղ հայ ժողովրդին մի հատ էլ մոլորախապեմ, իմ դիրքերը ուժեղացնեմ, այս խաղաղության դարաշրջանը, այսպես ասած, փաթեթավորած ճոխ ներկայացնեմ, մինչև 26 թիվը կգա, հետո կտեսնենք ինչ կլինի։ Եվ դրամասն է վկայում նաև այն, որ ամբողջ ԿՊԱ-ական թիմը պայքար է մղում ոչ թե այդ գաղափարի, այլ անունի դեմ։ Միջանցք բառը իրենք շատ ծանր են տանում, անընդհատ խոսում են այդ մասին, Նիկոլ Փաշինյանն էլ գնաց տարբեր հարթակներից ասեց, որ ինչու է միջանցք բառը օգտագործում, մենք ուրիշ բան ենք պայմանավորվել եւ քննարկում էին ունեցել եւ էլի ֆանտաստիկա ինձ համար, թե ինչպես է Ալիևը ուղղակի մանկամիտ երեխայի, ինֆանտիլ մարդու, ոնց են էլի այսպես ասում, պարզում է որ Զանգեզուրի միջանցք որ ասում են, դա Հայաստանի տարածքին չի վերաբերում, դա իրենց տարածքին է վերաբերում, Հորադիզի ճանապարհը գուցե նկատի ունի, տարածքին է վերաբերում, ձեր տարածքով գնացեք, եկեք հայ-խեղճ Հայաստանից ինչ եք ուզում, չի եք այդ անուններ ամեն մտասևեռված, այսպես ասած, այդ Զանգեզուրի միջանցքի այդ ֆրեյմը փաթեթավորում, մտցնում մարդկանց գիտակցության մեջ, ասեմ ավելին, չկա մի հարթակ միջազգային։
թուրքական պետությունների կազմակերպությունը հավաքվում են թուրքական աշխարհը ասում են վերջ իրար շնորհավորում են արդեն իրար շնորհավորում են ասում են դարավոր թուրանական ճանապարհը միջանցքը ուղին դրված է թուրքական եղբայրները Միջին Ասիայից Սիբիրի տափաստաններից մինչև Միջերկրական ծովի ափերը մենք վերջապես մեծ թուրանի գաղափարի կյանքի ենք կոչում։ Դա չես կարող ուղղակի աչքաթող անել, չտեսնելու տակ։ Ինչքան ջայլամի նման գլուխները խոթեն ավազի մեջ ու այսպես ասած։ Եվ տես ինչն է հետաքրքիր, որ նույնիսկ տերմինի հարցում չեն ուզում զիջման գնալ։ Ասենք կարող է ինչ է ամեն ինչ ասել անխոչնդոտ ճանապարհ Թրամփի ուղիչ գիտեմ էսեն են բայց միջանց բառը չօգտագործել բայց հենց դիկտատորիալ օգտագործում են այդ բառը անընդհատ գիտեն ցավոտ տեղերը գիտեն թշնամուն նվաստացնելու դիմացինին նվաստացնելու արևելյան դիվանագիտությունն այդ առումով ինքը անգերազանցել է եւ հայ ազգին են նվաստացնում իրականում ոչ թե Նիկոլ Փաշինյանին են կոտրում հայ ազգի մեջ յուրաքանչյուր հույսի շող որ պետք է հանկարծ միավորվենք փորձենք ինչ-որ բանում դիմակայել բնականաբար իսկ այդ քարոշական նարատիվներն են ախր այդ անդեր հիբրիդային պատերազմ իրանք շատ են կիրառում չէ սիրում են կիրառել ախր երբ որ քո երկրի ներսում քո իշխանությունը քո ժողովրդի դեմ այդ պատերազմը կիրառում ուղղակի չգիտես ինչ անես անկեղծ ուղղակի չգիտեմ այս դեպքում ինչ կարելի անել Հա, եւ գիտես, ես կուզեի հիմա վերադառնանք նաեւ վերջին իրադարձություններին, Տաջիկստանում տեղի է ունենում ԱՊՀ երկրների ղեկավարների հավաքը, որի ժամանակ մենք տեսանք, թե ինչ ջերմ հանդիպում տեղի ունեցավ Վլադիմիր Պուտինի եւ Իլհամ Ալիևի միջեւ, այսինքն այն խոչընդոտ խնդիրները, այն հարաբերությունների լարվածությունը, որ կար, ակնհայտորեն արդեն փոխվում է եւ երևում է, որ նրանք գտել են իրար հետ լեզու լավատեսությունը թույլ տվեք չկիսեմ, իհարկե որոշակի սառնությունից հետո այսպես առաջին կոնտակտը եղավ եւ թվում է թե սառնությունը հալված է, բայց կարծում եմ, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մախավիկը, այսպես ասած, մաքոքը ինչ-որ թույլատրության սահմանից այն կողմ է անցել, որովհետև ինձ հասած տեղեկատվության համաձայն Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների համայնքը, մեծահարուստներ, իրենց բիզնեսները ու հաջողակ բիզնեսները շուտափույթ վաճառքի են անել Ռուսաստանում, դա նշանակում է, որ ներքին թաքնված ինչ-որ գործընթացներ գնում են եւ դա միայն էկրանների համար կարծես թե այդ շփումը եղավ, Ալիևը իր դեմքը փրկեց ամեն դեպքում Վլադիմիր Պուտինը այդ ինքնաթիռի հետ կապված ավիավթարի համատեքստում որոշակի արձաբանումներ ներկայացրեց ադրբեջանցիները կարող են իրենց դեմքը փրկելու համար եւ Ադրբեջանն էլ ազատ արձակեց Սպուտնիկի այն կալանավորված լրագրողին տեղ ունեցան, բայց ես կարծում եմ, որ ամեն դեպքում Ադրբեջանը ծանր ընտրության առջև է կանգնած, որտեղ այս աշխարհակահական գոյապայքարում, երբ որ տարբեր բևեռներ ուղակի մոլորակի յուրաքանչյուր թիզ մետր հողի համար կոշտ մրցակցություն ա գնում, շատ կոշտ մրցակցություն ա գնում, Ռուսաստան լինի, Արևմուտք լինի, Չինաստան լինի եւ այլն, բարձր չէ, որ Ադրբեջանը երկու աթոռների վրա երկար չի կարող։ Եվ պետությունների ղեկավարների նաեւ կեցվածքից շատ բան է բոլորի համար հասկանալի չէ, այդ որ Զանգեզուրի միջանցք ասում են, այդ Զանգեզուրի միջանցքի հիմնական մեխերից մեկը որն է, որ երրորդ դերակատար հեռավոր Ամերիկայից գալիս է եւ ուղիղ ներկայություն ապահովում դարերի ընթացքում այստեղ ամերիկյան որից է բան չունեցող տարիք։ Այո։ Հետևաբար դա լուրջ հարց է։ Ինչու է ուզում մեջբերել Տաջիկստանի հանդիպումը եւ Պուտին-Ալիև այդ հարաբերության ջերմությունը ինչու է պատմում, որտեղ անմիջապես այդ հանդիպումից եւ այդ զրույցից հետո այդ Սպուտնիկի լրագրողին ազատ արձակեցին եւ հիմա ակնհայտ է որ Ռուսաստանն էլ ինչ որ մեղմացումների կգնա ադրբեջանական համայնքի նկատմամբ։ Այսինքն սա դիվանագիտություն է, սա քաղաքականություն է, որ վարում է պետությունները։ Բայց նայում ես, ասում ես, լավ, այ Նիկոլ Փաշինյան, դու տասնյակ հարյուրավոր անգամներ այս տարիներին հանդիպել ես Իլհամ Ալիևի հետ, լավ, այդքան զիջել ես, համաձայնվել ես իր բոլոր պահանջների, գոնե մի քանի գերի հնարավոր չէ այս ընթացքում ազատ արձակել, հենց թեկուզ քո շահերի համար, քո ռեյտինգի բարձրացման համար։ Առնվազն լավ, գիտենք, չէ՞, տեսեք, Լուկաշենկոն ինքը որպես 30-ամյա պետության ղեկավար եւ այլն եւ ինչ որ առումով նաեւ գեղշկական միամտությամբ երբեմն այն ենթատեքստայինը լեզվի ծայրին է եւ արտահայտում է ասում տեսակ որ ասում է կգա այսինքն կար ինչ որ սպասում
որ հանկարծ Նիկոլ Փաշինյանը չի գալու այդ ԱՊՀ գագաթաժողովին։ Okay, եթե դու այդպեսի մի հատ ուղերձ հղել ես, որ տեսեք, ածես խելոք բայ կարող է ես չգամ, բայց հանկարծ հայտնվել ես գոնե դրանից մի բան քաղիր քո ազգի համար, քո պետության համար, այլ ոչ թե էլի անմեղ զունակի դեմքով ուղղակիորեն ասեն, որ դաժե այդտեղ էլի լրատվության մեջ տեսա թե ինչպես են էլի հավաքված լիդերները քմծից ախտարես, որ Իլհամ Ալիևն ասում է հիշում ես հենց այստեղ ես առաջին անգամ հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, հա, որովհետև ամեն ինչ սկսեց Բիշկեկի վերելակային դիվանագիտությունից։ Դրա համար պետք է ուղղակի նաև մեր ժողովուրդը հասկանա, որ մարդու անձից, պահվածքից, նույնիսկ ժպիտից, նույնիսկ քայլվածքից շատ բան է կախված։ Եվ երբ որ մարդը մի քիչ ավելի պինդ հաստատուն իր ոտքերի վրա կանգնած է լինում, այո, նաև կարող է վիճել, նաև կարող է գնալ հակադրության։ Սովորական շարքային քաղաքացիներից մեկ բան ենք ուզում՝ մեր երկրի ղեկավարի հանդեպ հարգանք, տարրական հարգանք, ակնածանք խոշոր դերակատարների կողմից։ Երբ որ տեսնում ես, որ ուղղակիորեն քո երկրի ղեկավարին, քո երկիրը ներկայացնողին այնտեղ ծաղրի առարկա են դարձնում, ուղղակի դա է առնվազն մեզ համար անընդունելի։ Կարելի է, չէ՞, ունենալ այնպիսի ղեկավար, որի հետ այդպես չխոսեն։ Իհարկե։ Բայց միևնույն ժամանակ այդ հնազանդ, խելոք, այդ ԱՊՀ ժողովին նստած այդ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում գալիս է, որ ասում են կատու է ճղում, հա, իրեն պատե տալիս, գոռում է, ճվում է, սրա դեմ է բանանում, քրեական գործառույց է տալիս, նրա դեմ է ելույթ ունենում։ Հիմա մենք այս շաբաթվա ընթացքում իհարկե մի քանի փոփոխություններ արձանագրեցինք եւ դա ուրախալի է նաեւ, մասնավորապես Դավիթ Գալստյանի, այո, կալանքը փոխվեց, Միրան Մաղսուդյանի տնային կալանք ստացան իհարկե, այնպես չի որ շատ է փոխվել, բայց ամեն դեպքում ինչ որ մի փոփոխություն կա, Բագրատ Սրբազանի տեսակցություններն են բացել, բայց միևնույն ժամանակ այս նույն շաբաթվա ընթացքում մենք տեսանք, որ անհետ կորածի հարազատին կալանավորում եւ տանում են բան։ Սրանով ինքը մի բան է ցույց տալիս, առնվազն, որ յուրաքանչյուր ընդվզման փորձ խիստ դատապարտվելու է, խիստ պատժի է, անհամաչափ պատժի է արժանանալու իշխանությունների կողմից եւ այս երկար դատավարությունների շարքը դրա մասին է վկայում, այսինքն ինքը դեմից անհիմն մեղադրանքները կարում է, մարդկանց ամիսներով, տարիներով տանում է տառապանքի դուռը, որից հետո մի հատ հետ քայլի անում, հաշվի առնելով որ իրա վրա էլ ամեն դեպքում կան ինչ-որ ճնշումներ եւ ամբողջ ռեսուրսը ծախսվում է դրա վրա։ Մեր ռեսուրսը ծախսվում է, բայց զուգահեռ ինքը մաշեցնելով մի կողմից եւ հոգեբանորեն, եւ բարոյապես, եւ ֆիզիկապես ինքը հանգիստ ամենօրյա ռեժիմով նաեւ իր գործն է անում, մարդկանց ուղեղները արտուկելով, մեծ ինֆորմացիոն, շատ մեծ փուչիկներ փչելով, մոլորախապելով, ուղղակի պատրաստվում է 26 թվականի վերարտադրությանը։ Սա է որ պետք է հստակ գիտակցել, սա է որ պետք է յուրաքանչյուրս մեզ համար արդեն հասկանանք, որ սրանց երկրորդ անգամ վերարտադրվելը ուղղակի Հայաստանի Հանրապետությունը ուղիղ կիսելու ենք մեջտեղից, ուղիղ կիսելու ենք մեջտեղից։ Եվ եթե մի 6-7 ամիս մի քիչ ավելի խաղաղ ներքին ներքաղաքական իրավիճակ լինի, դա միայն պետք է բացատրել նրանով, որ մենք հաջորդ տարվա հունիսին ունենալու ենք ընտրություններ եւ այս իշխանությունը վախենում է, զգուշանում է, դեռ հապաղում է ինչ-որ կոնկրետ կտրուկ քայլեր անելուց։ Այս շաբաթվա ընթացքում ես ուշադրություն դարձրեցի, որ Էջմիածնի քաղաքապետի տեխնացուներից մեկը Սևակը Խաչատրյան ասել էր, որ օրը քաղաքպայմանագիրը հաղթեց Էջմիածնում, հաջորդ օրը գրոհ են կազմակերպելու Վեհարանի վրա։ Մարդիկ պետք է դա ֆիքսեն, որ նահանջ չի անելու, ինքը իր դրած նպատակներին գնալու է եւ եթե Էջմիածնում կա այդպիսի տրամադրվածություն, որ պիտի այդ հոգևոր քաղաքը չլինի քաղաքպայմանագրի, այսպես ասած, պլացդարմը, պետք է ամեն ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա, բայց ես ուզում էի նաև Էջմիածնի տոնից խոսեինք, հա, այս վերջի տոնի ժամանակ մարդիկ շատ տարակուսած եւ զարմացած էին, որ հոգեվորականներ էին մասնակցում այդ տոնին, քաղաքպայմանագրի այդ լիդերների հետ մի շարքով գնում էին։ Հոգևոր դասի խնդիրներին իհարկե ես չեմ անդրադառնա, բայց իրենք թող բացատրություն տան, բացատրեցին ի վերջո ինչ որ բաներ ասեցին եւ այլն եւ այլն,
բայց նույնիսկ իհարկե այդտեղ ցուցադրությանը չէ անդրադառնանք, այսինքն առաջի պլանի վրա մի քիչ կռոպնի պլանով որ տեսեք, մենք այդ ախր այդ հոգեվորականն էլ պետք է հասկանա, որ այստեղ էթիկետը, բարեվարքությունը եւ այլն ոչինչ են։ Մի քիչ պետքա սկզբունքային մնալ, ուղղակի սկզբունքային մնալ։ Հետո օրենքով պայքարում եք ում դեմ, այն իշխանության դեմ, որը օրենքի բոլոր կարմիր գծերը խախտել է։ Մեր քաղաքական ընդդիմադիր գործիչներից բոլորիս մի բան, հա, եկեք մեր գործը չթողնենք հոգեվորականների ուսերին, ոնց որ իմ կողմից հարգված Բագրատ Սրբազանի դեպքում։ Մենք մեր գործը թողեցինք Սրբազանի ուսերին, հետո էլ սկսեցինք քննադատել, բա ինչի սենս չարավ, ինչի սենս չարավ եւ այլն։ Ժողովուրդ ջան, հոգեվորականը չէր, որ այդ պահին պետք է ժողովուրդ արթնացներ։ Ուղղակի փառք ու պատիվ իրեն, որ այդ մեռած փակագծերում, ճակերտներում հասարակությունը ոտքի ելավ։ Եվ մենք տեսանք, որ մեր հասարակության վարորդներում դեռ կա վարորդը դեռ կայծ կարող է դրանից բռնկվել, հա, այլ ոչ թե մենք ընդդիմադիր գործիչները, որը դա մեր խնդիրն է, դա մեր խնդիրն է։ Նույնն էլ հոգեվորականությունը ինքը իր ձևով, իր ուղերձների տեսքով, իրենց քաղաքական քայլերի, իրենց քաղաքականության տեսքով ինչ որ բան անում են։ Մնացածը մերն է։ Էջմիածնում ընտրություններն են, այո, քաղաքական կուսակցություններ, հայրենիք կուսակցությունն էլ է, այդ ընդդիմադիր բևեռի տեխնացուներից մեկն է Խաչիկ Մանուկյան, Հոյակապ Մարտ, մենք էլ մեր այդ արժեքային ուղենիշը դնում ենք, որ էջմիածնեցիներին, Խոյ համայնքի բնակիչներին ասում ենք, որ իրեններ եկեղեցու վրա հարձակումը արդյոք պետք է անպատասխան գնա։ Ձեր պատասխանի ձևը քվեն է։ Քվեով ցույց տվեք, որ մայր աթոռի վրա հարձակումը չի ներվում Վաղարշապատցու կողմից։ Հայ ժողովրդի համար անընդունելի է։ Անկախ եկեղեցու ներսի խնդիրներից եւ այլն չկա որից է կառույց, աշխարհում չկա որից է ինստիտուտ, որ չունենա որից է խնդիրներ։ Բայց այդ խնդիրը բարձրաձայնողը, դրա հասցեագրողը, ով է, իշխանություն, որը ուղն ու ծուծով մեղքի մեջ թաթախված է, իշխանություն, որը ապա բարոյականացման ցցուն օրինակ է, իշխանություն, որը հակը քրիստոնեության ցցուն օրինակ է, այդ իշխանությունը պետք է մաքրի եկեղեցին։ Իհարկե ոչ։ Իհարկե։ Եվ մեկ էլ մի բան էլ ասենք, որ եթե Էջմիածնում եւս քաղաքապայմանագիրը ի վերջո թիմ ընտրությունները քաղաքական ընտրություններ են, հա, եթե Էջմիածնում էլ քաղաքապայմանագիրը պարտվում է, ստացվում է, որ մենք Հայաստանի համայնքների մեծ մասում ունենք մի այնպիսի իրավիճակ, որ իշխող կուսակցությունը ունի ձայների մեծամասնություն։ Վանաձորում պարտվել է, Գյումրիում պարտվել է, Փարաքորում պարտվել է, այո, Երևանում, որտեղ Երևանում այդ 9%-անոց ընտրազանգվածով այն էլ կասկածելի կոալիցիայով իշխանությունը պահելը դա ամենամեծ ցուցիչն է, որ իրենք այստեղ են вообще հենարանում, չեմ նոյեմբերյանում, Գորիսում, Կապանում, որտեղ բոլոր տեղերում Վաղարշապատը, որտեղ Վաղարշապատն ունի հոգևոր խորհուրդ, Վաղարշապատի ընտրությունը միայն զուտ քաղաքական չի, այնտեղ բարոյական, հոգևոր մշակութային շատ լուրջ արժեք է դրված նժարին։ Այդ գիտակցումով գնանք Վաղարշապատում իրենց իշխանազրկենք, որից հետո արդեն ուղղակի 26 թվականի ընտրություններին ուղղակի Նիկոլը էլի մի բան կհնարի, չեմ իմանում, այդ Չաքուչի վրա մի հատ է բանտիկ կավելացնի, թե մի հատ էլ հիմա այդ հեծանվի հայերեն բառը չգիտեմ, բայց հեծանվի երեխա ժամանակ հեծանվը որ վերանորոգում ենք սպից էր կոչվում։ Այդ սպիցը հանած հիմա դաթաբարի մարդկանց վախացնի ծակի փողոցում իջանի, դա իրեն բնորոշ է, բայց եւ միայն այն հանգամանքը, որ իրենք այսքան կարեւորում են Վաղարշապատի ընտրությունները, ամբողջ թիմով մոբիլիզացվել են այդ ընտրություններում հաղթելու։ Մի քանի ամիս առաջ Գյումրիում նույն ձեռագիրն էլի նախարարներ, տարբեր գեղեցիկ փաթեթավորված բանցի հանկարծ հիշում էին, որ գնում են ռեստորաններում գործարարներին, բոլոր մարդկանց այսպես դիվադաթար անելով, բերելով ճնշման մեջ դնելով մարդկանց անհարմար, բայց չէ որ այդ մարդիկ այդտեղից դուրս են գալիս են այդպես թաքնված դեպքում ասում են հարգելիներս ձեզ հետ ենք, ոնց ասենք, ուղղակի այդ ճնշումը չեն կարող հրապարակավ դիմակայել։ Բոլորը չեն, ես ընդունում եմ, որ այո, բոլորին չի տրված, չէ, հրապարակավ կանգնել հոսանքի դեմ հանդիպան։ Աշխատանք ունեն, դրա համար մաքսիմալ, այսպես ասած, մեր համակիրների արժեվ խնդիրները մաքսիմալ նվազեցված է չափանիշը։ Միայն չալարել, խնդրում եմ, չալարել, գնալ ընտրության,
նոյեմբերի 16-ին դա դիտարկել որպես ընտանեկան միջոցառում, հավաքել ընտանիքի բոլոր անդամներին, գնալ դուրս գալ, հանգիստ խաղաղ առանց կներեք թփեի տասով շիկը կանգնածա լինելու դրան դեմը, գլխով այո, ձեր հետ եք, sense բաներ, նարեք մեռա խապելով, մի բան է, միանգամը մենք խապելով, իհարկե խապելով չէ, խիզախները շատ են։ Իհարկե մեծ հաշվով հաղթահարել են վախերը, այդպես չի որ շատ այդքան վախեցած են, հա, նույնիսկ հիմա նայ, տես մեր աչքի առաջ է տեղի ունենում թե Գյումրիում ինչ է կատարվում, չէ, սրանք ամբողջ իրենց պետական պատժիչ մեքենան գործի են դրել Վարդան Ղուկասյանի դեմ, որպեսզի իրեն ստիպեն հրաժարական տա, քրեական գործ հարուցեն, տղայի նկատմամբ են քրեական հետապնդում իրականացնում, թիմակիցների նկատմամբ, բայց մարդիկ պայքարում են, վճռական են, չեն վախենում, հիմա մենք կարող ենք Վարդան Ղուկասյանին 1000 բան կպցնել, 1000 բան ասել, հա, բայց պետք է ընդունենք, որ մարդը իր տեղում հստակ կանգնած, իր դիրքորոշումը պահում է եւ պայքարում է։ Նույնը Դավիթ Համբարձումյանը Մասիսում օրինակ, մարդը չի զիջում, հանգիստ խաղաղ, ամբողջ իր այս գործնեության ընթացքում իր ընդդիմադիր կեցվածքից չհրաժարվեց, անընդհատ ընդդիմության հետ է, հիմա էլ իմպիչմենտով ընդդիմության տիպական օրինակներ են, տեսեք, եթե իշխանությունն էլ պետքա լավ գիտակցի, եթե իր ուժն էլ չի պատում, ես վստահ եմ, որ ուժը չի պատում, համատարած բոլոր ընդդիմադիր համայնքապետերին այդ ռեպրեսիվ է, բա որ ժողովուրդը հանկարծ ոտի կանգնեց։ Այս անգամ ոչ թավիշ ա ոչ բռնի ա լինելու, հա, լրիվ ուրիշ բան ա լինելու երկրում, ու իրենք լավ գիտեն, թե ինչ ա լինելու դրա համար։ Եվ հետո գիտես, մաքուր ընտրությունները հո միայն այդ պահին քվեները հաշվելը չի, մաքուր ընտրությունը նաև այդ նույն ընտրված համայնքապետին հարգելն է, նրան ընդունելն է, թույլ տալն է, որ նա շարունակի ինքնակառավարման ինքնավարությունը երաշխավորված է սահմանադրությամբ, սահմանադրորեն է թիմ ընտրությունը եւ թիմ ներկայացուցիչների աշխատանքը երաշխավորված, բայց դե սրանք ամեն օր են մեր աչքի առջև սահմանադրություն ոտնահարում եւ բռնաբարում, իրենցից ինչ պահանջես։ Ուղղակի մարդիկ պետք է հասկանան, որ ավականունիստեր չեն կայանում, օրինակ Վանաձորը տիպական օրինակ է, ինչպես են ժողովրդից խլել քվեն։ Ժողովրդի մեծամասնությունը, ճնշող մեծամասնությունը ձայնը տվել է ընդդիմադիր տեխնացուի, ձայնը տվել է հայրենիք կուսակցությունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու, որպեսզի քաղաքապետ ունենանք եւ Մամիկոն Ասլանյանը ընտրվեր քաղաքապետ, անհիմն հոկտեմբերի կեսերին է կարծեմ, էլի դատական նիստ է նշանակված, այս տարիներ 21 թվականի դեկտեմբերից, պատկերացնում ես 25 թվականն ենք արդեն հաշվում ենք, 4 տարի կյանքի հետ խաղացին, քաղաքի ճակատագրի հետ քվեն ուղակի գողացված է, ժողովրդի քվեն գողացված է, դա պետք է արձագանք ստանա, դրա պատասխան պետք է տրվի, իհարկե պետք է տրվի, դրա համար հաջորդ ընտրություններին ավելի կազմպատրաստ, ավելի կազմակերպված, այնպես հաղթենք, որ այսպես, օրինակ, ես որ բռնցքավարտով զբաղվել եմ, իմ մարզիչը միշտ ասում էր, այնպես արա, որ մրցավարներին գործը չհասնի, այսինքն այնքան явնի հաղթես, այնքան այսպես ասած։ Դե հնա Վալոդյա Գրիգորյանն էլ հենց այդպես էր հաղթել։ Տեսանք ճակատագիրը ինչ եղավ այդ մարդու։ Մի խոսքով մենք հիմա ծանր վիճակում ենք, բայց պետք է այո ուժ գտնել եւ փորձել այս հաղթահարել այս, որովհետեւ այո դաշտում կա ակտիվացում, բավականաչափ ակտիվանում է ընդդիմադիր դաշտը, թող ձևավորվեն նոր ֆորմատներ, թող դիրքավորվեն, մարդկանց համար ընտրության լայն դիապազոն բացվի, տեսնեն ուղղակի յուրաքանչյուրի հետագիծը, անցած ճանապարհը, ասելիքը, նոր ասելիքը ժողովրդին, հա, ընտրության շանս կա, ընտրության դաշտ իրապես կա, մնում է որ ուղղակիորեն այդ մի մեծ հոգեբանական խնդիր կա Հայաստանում դեռ այդ չկողմնորոշված եւ ընտրության չգնացողների զանգվածն է շատ մեծ։ Հենց այդ կծիկներն մենք քանդեցինք, այդ մարդկանց ակտիվացրեցինք, տարանք տեղամասեր, իսկապես իշխանությունը ոչ մի շանս չի ունենան։ Եվ լավ կլինի, որ մինչև ընտրությունների փուլը քաղաքական նոր դեմքեր, նոր չասենք, բայց մարդիկ ակտիվ լինեն այնքան, որ այլ ընտրանք լինի, ընտրողի համար, հա, չմտածեն, որ նախկինների ու ներկաների միջև է ընտրությունը, լիքը ուրիշ ուժեր էլ կան, որոնց կարելի է։ Այս երկրում փոփոխություններ հնարավոր են բացառապես քաղաքական ճանապարհով, բացառապես քաղաքականության միջոցով։ Ով որ կասի, ես քաղաքականությամբ չեմ զբաղվում ու ակնկալում եմ փոփոխություններ, այդ մարդը ուղղակի քաղաքագիտական տարրական գիտելիքներ չունի։ Այդ մարդկուն նստենք, բացատրենք ու ասենք հարգելիս,
իշխանության ճանապարհով մենակ կարող ես քո տեսլականը իրականացնել, իշխանության հասնելու միայն քաղաքական եղանակ գոյություն ունի։ Փողոցն էլ, եթե հեղափոխություն ես անում, էդ էլ է քաղաքական պայքար, ընտրությանն ես գնում, էդ էլ է քաղաքական, բոյկոտում ես կամ պիկետներ ես անում կամ նստածույցեր ես անում, դրանք բոլորը քաղաքական պայքարի գործիքակազմեր են։ Եվ երբ որ կուսակցությունը ձգտում է իշխանության, դրա մեջ բան չկա, դա շատ նորմալ է, դա նորմալ ընկալելի է, որ այո, կուսակցությունը պետք է գա իշխանության, որ իշխանական լծակներն օգտագործի իր տեսլականը կյանքի կոչի, իր արժեքաբանությունը մարդկանց կարող է։ Սրանց արժեքաբանությունը պարզ է, չէ՞։ Սկսած մեր երեխաներին մանկապարտեզից, դպրոցից, պետական հաստատություններից, հոգևոր մշակութային ինստիտուտների վրա հարձակումից, էս է իրենց արժեհամակարգը։ Իշխանության են այդ արժեքները սկսում են իշխանական ռեսուրսներով տարածել։ Դե մենք գալիս ենք մենք իշխանության կամ ձայնը տալիս եք այն ընդդիմությանը, որը այլ արժեքներ է դավանում, այդ արժեքները կտեսնեք մի քանի ամիս հետո ոնց է դառնալու հասարակական։ Շատ արագ կարող է ամեն ինչ փոխվել երկրում, եթե նորմալ քաղաքական ուժեր կան եւ այդ մարդիկ նաեւ իրենց հայրենիքի գիտակցում ունենան, իրենց գաղափարները լինեն ազնիվ։ Ամերիկայի նման գլոբալիստական երկրում Թրամփն ասում է, որ ապագան հայրենասերներին է։ Պատրիոտիզմն է այն իզմը, որը երկրին զարգացման է տանում։ Եվ ես նայում եմ շուրջս շատ եմ հետևում, օրինակ որ պետությունները տնտեսական, քաղաքական զարգացման ինչ արդյունքներ են արձանագրել։ Բոլորը խորապես ազգային են իրենց ներսում։ Խորապես ազգային, թունդ հայրենասերների էլիտան գալիս է, դա դարձնում է հասարակական նորմ ու երկիրը թռիչք է։ Այդ թռիչքի ակնկալիքով էլ մենք պետք է գնանք։ Այո, 21-րդ դարի իրողությունները տարբերվում են 20-րդ դարի այն գլոբալիստական են վերջի 20-րդ դարի 70-ականներին իհարկե այդ գլոբալիզմը եկավ, հիմա տեղատվությունը, նորից ավանդականությունը, ավանդապահությունը, պահպանողականությունը, ազգայինի նորովի անդրադարձը իհարկե այդտեղ ամեն բան։ Ոչ մի ազգ, ոչ մի ժողովուրդ չի հրաժարվում իր պատմությունից, իր արժեքներից, իր անցյալից, սիմվոլներից հրաժարվեն, յան ազգանունից հրաժարվեն, լատինատարը, հայերեն, մեսրոպատարը, այգուբենից հրաժարվեն, Մեսրոպ Մաշտոցը ձեզ ինչ հասկացանք լավ պատմական պատմությունը եւ այլն վերջին ժամանակաշրջանը ըստ յուրաքանչյուր իշխանությունը իր քիմքին համապատասխան կարող վերաձևակերպի, բայց Մեսրոպ Մաշտոց ձեզ ինչ է խանգարում, որ այգուբենի առաջին էջում չպետք է լինի դա։ Անբացատրելի։ Անբացատրելի է, ճիշտ է, համաձայն եմ։ Լավ է, շնորհակալ եմ։ Լավ լինենք, լավի ակնկալիք իհարկե։ Այո, այսօր այսքանը կհանդիպենք։